Առաջի երամսակում, եթե ամփոփենք, այս փոփոխությունները չեմ կարծում, որ հարկի ավելացում է եղել պետբյուջե, ընդհակառակ հարկի նվազում եղած կլինի, որովհետև շատ անհատ ձեռներեցներ արդեն թողել են իրենց տաղավարները, վախենալով այս վտանգից, ուզում են շուտ 1 րոպե շուտ դուրս գալու։ Իրանք հաշվի չառնելով մեզ նույնիսկ պահանջում են, որ գույքագրենք ապրանքը։ Գույքագրումը նախ ինքը հնարավոր չի գույքագրել, որտեղ ապրանքը հստակ արժեք չի ունենում։ Ապրանքը, երբ որ ներմուծում ես, բերում ես եւ հասցնում ես վաճառքի, կարող է դու օրինակը բերեմ, ապրանքը գնահատվի 7000-ը, վաճառես 10000, երբ որ վճարել ես 7000 ամբողջ ծախսերը, վաճառես 10000, բայց այդ ապրանքը 1-2 ամիս կամ ընդհանրապես սեզոն անցնելու վերջում դու վաճառես 5000 դրամ, որպեսզի ապրանքը քեզ չմնա։ Եվ ունենք շատ երկար տարիների կուտակված ապրանքներ, որը որ մենք չգիտենք ինչ գնով, ոնց պետք է գույքագրվի, ոնց պետք է լինի։ Ընդհանրապես կարող եմ հստակ ասել, որ ոչ մեկ չի գույքագրվել եւ պատրաստ չի եւ չի կարող, ոչ թե պատրաստ չի, այլ չեն կարող գույքագրել։ Սա հնարավոր չի մանր ու միջին բիզնեսի համար, որովհետև մանր եւ միջին բիզնեսում աշխատող, բիզնեսով զբաղվող ձեռներեցները միջև 70 եւ 70+ տարիք են, որը իրանց համար հարմար չի, կան ոչ կրթված մարդիկ, կան տարբեր կրթություններ ունեցող մարդիկ, որոնց համար այս իրավիճակը հասանելի չի։ Մարդիկ հարկերից չեն խուսափում։ Իրանք պետությունը, կառավարությունը ավելի հստակ պետք է ճիշտ շեշտադրումը դներ այնպես, որ հարկատուն ինքը ավելի սրտանց, ավելի իր կամքով, իր երկիրը ծաղկելու համար հարկերը վճարեր, բայց իրանք ամեն ինչ անում են, որ հարկերը թաքցնեն, որովհետև սա իրանից շատ մեծ վտանգ է սպասվում այս ձև աշխատելու դեպքում։ Եթե հնարավոր է ամեն դեպքում նշեք, փաստաթղթերի գույքագրման պահանջներին համապատասխանելու համար ինչ մարտահրավերներ են լինում, դուք նշեցիք, որ որևէ մեկը չի գույքագրել։ Եթե ավելի այսպես մանրամասն նշեք, կոնկրետ ինչ խնդիրներ են, որոնք խանգարում են, խոչընդոտում են, եւ եւս մեկ հարց, արդյոք նշված ժամանակահատվածը ձեր կարծիքով քիչ էր, որպեսզի պատրաստվեիք այս փոփոխություններին։ Ինքը անգամ 2 տարի էլ եթե մեզ տան, դա հնարավոր չի, որտեղ ես ձեզ ասում եմ, այդ բիզնեսով զբաղվողները չունեն այդ գիտելիքները, պարզապես մարդիկ աշխատանք չեն ունեցել, իրանք իրանցով ինչ որ վարկեր են ձեռք բերել կամ դրսից գումարներ են ուզել կամ իրանց գումարները դրել են, զբաղվել են իրենց ընտանիքի հացի գումարը վաստակելու համար։ Իրանք չունեն այդ կրթությունը։ Իսկ այս պայմաններով իրանք տանում են խոշորացման բիզնեսին, այսինքն մանր ու միջինը ընդհանրապես չի կարող աշխատել, որովհետև ինքը պահանջելու է թանկ հաշվապահական ծառայություն։ Բնականաբար դա ծախս է մանր փոքր բիզնեսի համար, ինքը այդ հաշիվներ, այդ գումարները, որ մի 100,000, 150,000 վճարի, իր եկամուտը դա է, որ ինքը ապրում է դրանով։ Դրան անհրաժեշտ է հավելյալ աշխատողներ, որպեսզի կարողանա։ Եվ այդտեղ կա մի բան էլ, որ մարդկային գործոնն է, մարդկային գործոնը միշտ էլ կարող է սխալվի։ Իսկ իրանց օրենքները միշտ հակառակ է լինում։ Մեր առաջի հանդիպումների ժամանակ մեզ ասեցին առաջի եռամսյակից հետո կերևա կտեսնենք, բայց առաջի եռամսյակից հետո ես կարծում եմ, որ ավելի բացասական եղավ։ Շատ անհատ ձեռներեցներ փակվեցին, գնացին։ Դա արդեն փաստ է, որ այդ ընտանիքները չեն ապրում, իրանց գոյատևելու գումարը չունեն, աշխատատեղ չկա։ Եթե իրանք ուզում էին այդ ամեն ինչը ճիշտ կազմակերպեն, խոշորացնեին բիզնեսը, առաջին հերթին դա կառավարությունը ինքը պետք է նախատեսեր, բարձր գործարաններ, նորմալ աշխատավարձով հրավիրեր փոքր ու միջին բիզնեսին, ով կցանկանար գնար աշխատանքի, աշխատատեղ բաց էր, նոր այս սատաներ դրան։ Խնդրեմ նաև անդրադառնալ մարտի 3-ին գործադուլ հայտարարվեց եւ դրանից առաջ եւ դրանից հետո բողոքի ակցիաներ էին իրականացվում։ Այս ընթացքում ձեր ձայնը որքանով լսելի եղավ, որովհետեւ օրինակ Նիկոլ Փաշինյանն ասում է ընդհանրապես շրջանառության հարկը հանելու են, բայց միաժամանակ որոշում ընդունվեց 6 ամսյա անցումային շրջանի մասին։ Սա ինչ փոփոխություն բերեց ձեր կյանքում։
Մեր կյանքում շատ վատ փոփոխություններ ա բերել, շատ վտանգները տեսնում ենք, ոչ մեկ չի գույքագրել, ոչ մեկ պատրաստ չի, ես էլի եմ ասում գույքագրելու, որովհետև անգամ չգիտեմ ոնց պետք է գույքագրեն, անգամ չգիտեմ ոնց պետք է գույքագրեն, ոչ մեկ պատրաստ չի դրան, ոչ մի դրական լավ կամ մենք պատրաստվել կամ կրթվել 70 տարեկան կամ ինձ թեկուս այսօր արդեն մոտ 60 տարեկան կնոջն ասես գնա նոր կրթվի կամ այդ իրանց ասած կրթվելը նորաձև է, դա այդ չի, հնարավոր չի մարդկանց, ես ասում եմ միայն խոշորացման դեպքում կարան աշխատատեղեր բացեն, որ մարդիկ աշխատանք ունենան, հրաժարվեն այս աշխատանքից, գնան հաջորդ տեղը ինչ-որ մի տեղ լինի, որ իրանց ընտանիքի կարիքները հոգան, իսկ մեր բողոքի ակցիաները շարունակելու ենք, մենք սկսել ենք ստորագրահավաքով, դեռ ինչ մի քանի օր սկսել ենք, արդեն 1000-ից ավել հավաքել ենք, բնականաբար չենք կարող մարզերը քաղաքում ամեն անկյունում խանութ կա, այդ հաթաթ չենք կարող այդ ամեն ինչը ասել, ոչ մեկ էլ պատրաստ չի, ես չգիտեմ մի խանութ կամ մի հոգի անհատ ձեռներեց, որ ինքը կարողանա իր ապրանքը գույքագրի, որտեղ անգամ չգիտել ոնց պետք է գույքագրի, ոնց կարողա դա անի։ Իսկ դրանից էլի եմ ասում բարձրանում հաշվապահական ծախսերը, որը որ արդեն շատ բարձր է մեզ համար, ինքը տանում է երկիրը կործանման։